Իլհամ Ալիևը կրկին պնդում է, Զանգեզուրը ադրբեջանական հող է, որ միտումնավոր կերպով հանձնվել է Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարեց 3 Անկարայում Իգդիր Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։ Bildiğiniz gibi Naxçıvan qədim Azərbaycan torpağıdır. Ինչպես դուք գիտեք, Նախիջևանը հինավուրց ադրբեջանական հող է, այն սակայն արդեն ավելի քան 1 դար է, ինչ անջատված է Ադրբեջանի հիմնական տարածքից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից 5 ամիս անց խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը դուրս բերեցին Ադրբեջանի կազմից եւ միացրեցին Հայաստանին։ Այդպիսով կտրվեց Ադրբեջանի հիմնական տարածքի եւ մեր երկրի անկախտելի մաս հանդիսացող Նախիջևանի ցամաքային կապը։ Ավելի քան 1 դար շարունակվող այս անարդարությունը շատ բացասաբար անդրադարձավ Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների վրա։ Ադրբեջանի նախագահը խոսելով Նախիջևանի մասին առիթը բաց չթողեց եւ հերթական անգամ գովեստի խոսքեր ուղղեց իր հորը նախկին նախագահ Հեյդար Ալիևին, պնդելով, թե այն, որ այսօր ինքնավար հանրապետությունը շարունակում է մնալ Բաքվի վերահսկողության տակ, հենց նրա շնորհքն է։ Özellikle 1. Qarabağ savaşı başlayan kimi Երբ սկսվեց առաջին Ղարաբաղյան պատերազմը, Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը, միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Հայերը նաև Նախիջևանի օկուպացիան էին ծրագրում, բայց իմ հայրը Հեյդար Ալիևը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Նախիջևանը, թույլ չտվեց դա։ Բոլոր նախիջևանցիները համախմբվեցին, պաշտպանեցին հայրենի հողն ու զավթիչներին տեղը դրեցին։ Və Naxçıvanı qorumaq üçün bütün Naxçıvanlar səfərbər oldular. Երեկվա իր ելույթում, սակայն Իլհամ Ալիևը որևէ փաստական ապացույց չներկայացրեց, որ Հայաստանը 90-ականներին իրոք ցանկանում էր օկուպացնել Նախիջևանը։ Նա նաև շրջանցեց այն հանգամանքը, որ 1992-ի գարնանը Սադարակ երազ հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Հեյդար Ալիևը սեպարատ բանակցությունների մեջ էր մտել Երևանի հետ եւ Հայաստանի ու Նախիջևանի սահմանի երկայնքով ըստ էության հրադադար էր հաստատվել։ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված ամենահայտնի աշխատություններից մեկում էլ Թոմաս Դևալի Սև այգի գրքում պնդում կա, որ Ավագ Ալիևը 1992-93 թվականներին Նախիջևանն օդանավով լքելու պարագայում թռիչքը նախապես համաձայնեցնում էր պաշտոնական Երևանի հետ։ Վերադառնալով երեկվա արարողությանը նշեմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները դրան մասնակցեցին հեռավար Անկարայից։ Տեղում Նախիջևանի եւ Թուրքիայի սահմանի մերձակայքում գազատարի բացմանը մասնակցում էին երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալփարսլան Բայրակթարն ու Փարվիզ Շահբազովը։ Հենց այս պաշտոնյաներն էին, որ բացեցին ընդամենը 1.5 տարում կառուցված 80 կիլոմետրանոց խողովակաշարի խորհրդանշական փականը։ Iğdır Nahçıvan doğalgaz boru hattının açılışını Türkiye Cumhurbaşkanımız Sayın Recep Tayyip Erdoğan ve Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի համոզմամբ Իգդիր Նախիջևան գազատարի շահագործման մեկնարկն էլ ավելի կամրապնդի թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև Անկարայի ազդեցությունը Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։ Bir millet, iki devlet şiarında vücut bulan Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրական կապերը շարունակում են զարգանալ մեկ ազգ երկու պետություն սկզբունքի հիման վրա։ Դա տեղի ունենում բոլոր ոլորտներում, առևտրից մինչև պաշտպանություն։ Իգդիր Նախիջևան գազատարը կհամալրի մեր կողմից իրականացվող ռազմավարական էներգետիկ ծրագրերի շարքը, միաժամանակ Թուրքիայի եւ Նախիջևանի ճակատագրերի անբաժանելիության խորհրդանիշ դառնալով։ adeta nişanesi olacaktır.